դու չես կարող շուկայից ամբողջությամբ այսպես կտրվեց, հատկապես ԵԱՏՄ շուկայում։ Շուկան ինքը ԵԱՏՄ շուկան մեզ մոտ ձևավորել է պատմականորեն։ Մենք ունենք լավ կապեր, ճանաչելիություն, պետք է այդ շուկան պահենք։ ԵՄ շուկա մուտք գործելու համար մենք մեծ ծախսեր պետք է անենք մարքեթինգային, ճանաչելիության, այդ ծախսերը ով է ֆինանսավորելու կամ ինչ այսպես բաներով ենք անցնելու, այսպես էտապներով ենք անցնելու։ Հիշեցնեմ, որ Վրաստանը փորձեց իր գինու շուկան դիվերսիֆիկացնել դեպի ԵՄ, առաջ 2 տարի ԵՄ-ն օգնում էր, ֆինանսավորում էր, աջակցում էր, որ գինի վաճառ, բայց հետո դադարեցրեց այդ գործընթացը։ Եվ հիմա նույն վրացական, այսպես գինու արտադրողները հիմա էլի տեղափոխվել են կամ վերադարձել են ռուսական շուկա։ Այսինքն մենք վրացական փորձը հաշվի առնելով պետք է որոշակի հետևություններ անենք, եւ պետք է ծայրահեղությունների մեջ ընկնենք։ Մեզ համար կարևոր է շուկաների դիվերսիֆիկացումը։ Զուգահեռ եկեք արտահանենք դեպի ԵՄ, զուգահեռ եկեք զարգացնենք Ռուսաստանի հետ հարաբերությունները, ֆինանսական, տնտեսական, քաղաքական։ Դրանք մեկը մեկին պետք է հակասեն։ Մենք դա կարող ենք ցույց տալ մեր գործընկերներին, որ դա հանում ենք ոչ միայն իշահմես, նաև դրանից իրենք էլ են օգտվում եւ մեր քաղաքականությունը հակա չի կարող լինել, ոչ հակա ռուսական, ոչ հակա արևմտյան։ Մենք այդքան ռեսուրս, այդքան հնարավորություն չունենք։